Հեռահաղորդակցության տեխնոշաբաթ Երևանում մեկնարկել է ապագայի կապի տեխնոլոգիաներ խորագրով համաժողովը։ Հայ եւ արտասահմանցի գործընկերները քննարկում են հեռահաղորդակցության եւ տեխնոլոգիաների ոլորտի վերջին զարգացումներն ու նորարարությունները։ Հայաստանի օպերատորների միությունը միավորում է հեռահաղորդակցության ոլորտի եւ հարակից այլ ոլորտների կազմակերպություններին։ Մեր նպատակն է նպաստել ոլորտի զարգացմանը, խթանել նորարարությունները եւ ինչպես նաեւ լուծումներ տալ ոլորտում առկա խնդիրներին, աշխատել օրենսդրական դաշտի վրա։ Համաժողովին քննարկվել են նոր սերնդի տեխնոլոգիաների ներդրումը եւ կիրառությունը մեր երկրում, տիեզերական կապի զարգացման միտումները, Starlink արբանյակային կապի համակարգի հեռանկարը, արհեստական բանականության ազդեցությունը հեռահաղորդակցության ոլորտի վրա։ Կապի տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, ինչպես ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում, եւ մեր օպերատորները հետևում են նորարարություններին եւ արագ զարգացում է ապրում։ Հեռահաղորդակցության միջազգային միության նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ անցկացվող համաժողովին աջակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Նման աշխատաժողովները մեծ դերակատարություն ունեն ինչպես տարածաշրջանային երկրների համար, որոնք նշեն, որ որոնց տնտեսությունները բռնել են թվայնացման ուղին։ Սա շատ կարևոր միջոցառում է, որպեսզի թե կարգավորող մարմինները տվյալ երկրների, թե քաղաքականություն մշակող մարմինները կարողանան յուրացնել նոր տեխնոլոգիաները, որպեսզի կարողանան ներդնել տվյալ տնտեսությունների մեջ։ Աշխատանքներ են տարվում Հայաստանում 5-րդ սերնդի լայնաշերտ ինտերնետի եւ արբանյակային կապի ներդրման ուղղությամբ, ընդգծում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը։ Իդեպ, ըստ ինտերնետ դիմակայության ինդեքս Pulse միջազգային զեկույցի 2024-ին Հայաստանի ինտերնետ դիմակայության ինդեքսը բարելավվել է, դառնալով 49%։ Մեր երկիրը արևմտաասիական երկրների գոտում զբաղեցրել է 8-րդ, համաշխարհային սանդղակում 71-րդ հորիզոնականը։ Ուրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։